Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննա Ախվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե այսօր շատ հետաքրքիր եւ ակտուալ թեմայի շուրջն ենք խոսելու ձեր բազմաթիվ խնդրանքներով։ Ես սկսում եմ այդ ամենակարևոր այս տարվա հայաստանյան իրադարձության հունիս 7-յան խորհրդարանական ընտրությունների այդ հավակնորդների խորհրդարան անցնելու հավակնորդների աստղաբանական վերլուծությունը, թե ով ունի առավել շանսեր հաղթանակ տանելու եւ մեծամասնություն կազմելու 9-րդ գումարման խորհրդարանում։ Իհարկե թեման շատ ակտուալ է, սիրելի բարեկամներ, նամանավանդ այն համատեքստում, որ 26 թվականի հունիսյան ընտրությունները պարզապես ընտրություն չեն, այլ Հայաստանի գոյաբանական հարց, այսինքն արդյոք Հայաստանի երրորդ հանրապետությունը կշարունակի իր գոյությունը, թե կավարտվի այս ընտրություններով եւ 9-րդ գումարման այդ խորհրդարանը կլինի Հայաստանի երրորդ հանրապետության վերջին խորհրդարանը ըստ էության։ Իհարկե այստեղ սա մի նոր սարդարապատ է մեր ժողովրդի համար, ես բազմից եմ նշել, որ 26 թիվը շատ բախտորոշ է, շատ կարևոր է մեզ համար, նամանավանդ, որ գիտեք, որ բացի քարտեզով Հայաստանի Հանրապետությունը ծնվել է սեպտեմբերի 21-ին 1991 թվականին, իսկ բացի քարտեզի չինական այն ծնվել է փայտե ձիու օրը, իսկ այս տարի հրեղեն ձիու տարի եւ այդ երկու ձիերի բախումը անխուսափելիորեն լուրջ գոյաբանական խնդիրների առջև է կանգնացնում հայ ժողովուրդը, որտեղ երկու ձիերը դա ինքնապատիժ է եւ թուղթուգիր է համարվում ըստ բացի չինական աստղաբանության, այսինքն երկու կարևորագույն ուժեր են բախվելու, դե մենք արդեն դա տեսնում ենք, որ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ բախվում է այդ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի հետ, այսինքն հիմնական պայքարը ծավալվելու է ամենայն հավանականությամբ այս երկու ուժերի միջև, եւ իհարկե սա պատահական չէ, սա ունի իր աստղաբանական նաեւ ապացույցները։ Այսօր խոսելու ենք ընտրացուցակում երրորդ համարի մասին եւ այսպես Սամվել Կարապետյան, համեցեք լսարան։ Ուսումնասիրելու ենք նախ Սամվել Կարապետյանի աստղային քարտեզը եւ նրա հավանական շանսերը անցնելու խորհրդարան եւ մեծամասնություն կազմելու։ Սիրելի բարեկամներ, դե պետք է ասել, որ բավականին այսպես օրհաստական պայքար է ծավալվում, բավականին լուրջ ուժային կենտրոնների բախմամբ, այսինքն առավելապես մեծ է ազդեցությունը դրսի ուժերի այս ընտրությունների, պարլամենտական ընտրությունների արդյունքների վրա, եւ այդ իսկ պատճառով հնարավոր են ամեն տեսակ ընտրակեղծիքներ, հնարավոր է ամեն տեսակ չարաշահումներ։ Ես չանջատեցի, մեկ վայրկյան ես անջատեմ, անջատեմ հեռախոսը, որպեսզի մեզ չանհանգստացնեն վիդեո գրելու ընթացքում։ Այսինքն առավելապես մեծ է այդ դրսի ուժերի ազդեցությունը։ Իհարկե Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել դրսի ուժերի ազդեցությունը մեր ընտրությունների վրա, բայց այժմ դա հասել է պատմական գագաթնակետին, այդ դրսի ուժերի, այսինքն այդ հիբրիդային պատերազմի բոլոր իր ատրիբուտներով, բոլոր իր ազդեցության մեթոդներով, բոլոր տեսակի հոգեբանական ներազդեցության մեթոդներով, NLP եւ այլն, որը շատ վարպետորեն է կիրառում Նիկոլ Փաշինյանը, անդադ կրկնելով 40 անգամ կրկնելով եւ այդ մեկը դու ես եւ այդ մեկը դու ես եւ այլն,
չգիտեմ 16-ին ընտրեկվել, այսինքն անընդհատ նա կրկնում է, նա NLP է կիրառում, մասսական հիպնոզ է կիրառում, դա իհարկե նա կիրառել է դեռևս 2018 թվականի այդ հանրահավաքներից, ես դրա մասին բազմից անդրադարձել եմ, սիրելի բարեկամներ, կարող եք դիտել իմ նախկին եթերները եւ տեսանյութերը։ Եվ նաև իհարկե այդ ամենը համենվում է այս Եվրապարատով, որ Մակրոնը եկավ եւ իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, Վենսը եկավ հայտարարեց, այլ եվրոպական գործիչներ եկան եւ դա մեծ ազդեցություն է ունենում իրականում ընտրազանգվածի վրա։ Ցավալիորեն պետք է նշել, սիրելի բարեկամներ, որ ողջ 30-ամյա, ես կասեի 35-ամյա պատմության մեջ, որովհետև 2026 թվականին Հայաստանի երրորդ հանրապետությունը նշելու իր 35-րդ տարեդարձը, այդ ողջ տարիների ընթացքում ցավալիորեն Հայաստանում իշխանությունը ընտրություններով երբևէ չի փոխվել եւ իշխանափոխություն Հայաստանում տեղի ունեցել 10 տարին մեկ անգամ, դե 10 տարին դա պատահական չէ, կրկին չինական բազի աստղաբանություն է պետք իմանալ, որպեսզի հասկանալ, որ 10 տարին մեկ այդ տակտերը, հաջողության տակտերը փոխվում են, այսինքն նոր հաջողություն է գալիս, դա պատահական չէ 10 տարին, 10 տարին նաև լուսնային հանգույցները արևմտյան աստղաբանության մեջ մոտ 10 տարվա ընթացքում լուսնային հանգույցները անցնում են զոդիակի կեսը, այսինքն 6 նշան եւ հակաֆազա են ձևավորում եւ նաեւ մոտ է այդ 10 տարին սև լուսնի պարբերաշրջանին, այսինքն ամբողջ 12 զոդիակներով մեկ սև լուսին շրջապտույտ է կատարում 10 տարվա ընթացքում ու 9 ու քանի տարվա ընթացքում եւ նույնպես պատահական չի իհարկե այս տիպը եւ ցավալիորեն դեռևս այդ թրքահպատակ սատանայադավան իշխանությունների 10 տարին չի լրացել ցավալիորեն եւ այդ 10 տարին լրանում 2028 թվականին սիրելիներս ես դրա մասին բազմից նշել եմ որ 28-ը իսկապես օրհասական է լինելու թե հարավային Կովկասի համար թե ամբողջ մարդկության համար որտեվ համաշխարհային պատերազմի իհարկե արդեն իսկ 2020 թվականից մենք գիտենք որ սկսվել է այդ համաշխարհային պատերազմը ինչու որովհետև պատմականորեն այդպես է ձևավորվել որ մեծ պատմական վերաձևումներ հասարակական փոփոխություններ տեղի են ունենում երբ Սատուրնը Պլուտոնի հետ միանում են եւ 2020 թվականին մեզ մոտ տեղի ունեցավ այդպիսի միություն որից հետո սկսվում են լայնածավալ պատերազմներ այդպես եղել է 1914 թվականին 39 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում առաջին համաշխարհային պատերազմից առաջ 3 տարի առաջ եւ 2023 թվականի Արցախի հայաթափմամբ եւ ցեղասպանությամբ փաստացի սկիզբ դրվեց այդ համաշխարհային վերաձևումների սիրելի բարեկամներ եւ դա իհարկե պատահականություններ չեն այդ բոլորը պատմական այսպես մեր շրջափուլերի մեջ կարելի է դա տեսնել եւ այդ Սատուրն եւ Պլուտոնի միությունը տեղ ունեցավ, գիտեք, 20 թվականին մենք ունեցանք սարսափելի համավարակ, որին զոհ գնացին 100,000-ավոր մարդիկ տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում բավականին շատ զոհեր ունեցանք, 10,000-ից ավել զոհեր ունեցանք կորոնավիրուսից եւ այժմ գիտեք, որ ինչ որ նոր վիրուս է հայտ եկել խանտավիրուս, որը նույնպես սպառնում է վերածվել համավարակի եւ այդ համաշխարհային վերաձևումները իհարկե զուգահեռ են գնում գիտեք որ 1914 թվականին նույնպես երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը այդ ժամանակ 1918 թվականին արդեն սկսվեց իսպանական գրիպի համավարակը նույնպես այսպես զուգահեռ այդ ամենը գնում եւ շատ մեծ եւ ցավալի ազդեցություն են թողնում այդ համաշխարհային պատերազմները հայ ժողովրդի վրա հատկապես առաջին համաշխարհային պատերազմը շատ ծանր հետևանքներ թողեց որովհետեւ 1915 թվականին գիտեք որ տեղի ունեցավ մեծ եղեռնը որին զոհ գնացին 1.5 միլիոնից ավել հայեր, որը հիմա այս թրքապատակ սատանայադավան իշխանությունը մերժում է ցեղասպանությունը, ամեն ձև այսպես ցանկանում է զրկել հայությանը իր պատմական հիշողությունից։
Եվ նույնպես պատահական չէ, որ հենց հիմա այս ժամանակահատվածում այս նոր Սատուրնի եւ Պլուտոնի միության այդ ժամանակ Սատուրնը ու Պլուտոնը միացան այդ եղջյուր աստղակերպում 2020 թվականին, գիտեք, դա 2020 թվականի սկզբին տեղի ունեցավ, հունվար կարծեմ ամսին, հունվարից ապրիլ այդ միությունը տեղի ունեցավ եւ այդ եղջյուրը գիտեք, որ Հայաստանի ժամանակակից Հայաստանի աստղային տոնն է, աստղային այսպես նշանն է, որը որ նույնպես հուշում է այն մասին, որ այս ժամանակահատվածում, այս մեծ պարբերաշրջանում նույնպես մեծագույն փոփոխություններ են տեղի ունենալու Հայաստանում եւ կրկին կանգնած ենք պետականության անկման եւ հայ ժողովրդի ընդհանրապես հայրենազրկման այսպես վտանգի առաջ եւ ինչ եմ ես ուզում ասեմ, որպես նախաբան, շատ կարևոր է այս ամենը, ես համարում եմ, որ այնուամենայնիվ շատ կարևոր է նշել, սիրելի բարեկամներ, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում եւ ինչու մենք այս ժամանակահատվածում կանգնեցինք այսպիսի գոյաբանական հարցի շուրջ, հարցի առաջ, ինչու դա տեղի ունեցավ հիմա։ Սիրելիներս, մենք գիտենք, որ ընդհանրապես հնուց ի վեր մարդկությունը ձևավորել է հասարակական բաժանում այսպես կոչված կաստաների, այդ կաստաների բաժանումը հասարակության պահպանվել է այժմ ժամանակակից Հնդկաստանում, միայն Հնդկաստանում, բայց նախկին ժամանակահատվածում հին պատմության ընթացքում ամենայն հավանականությամբ այդպիսի հասարակության կաստայական բաժանում գոյություն ուներ բոլոր երկրներում, որի մասին այդ թվում Պլատոնն է խոսում, իդեալական հասարակություն նկարագրելով, Ատլանտիդան նկարագրելով, նա դրա մասին խոսում է ստեյության։ Եվ ինչպիսին է այդ բաժանում ընդհանուր, իհարկե շատ էին կաստաները հին աշխարհում, բայց հիմնական մենք գիտենք, որ ուրեմն Հնդկաստանում գոյություն ունեն 5 հիմնական կաստաներ։ Դրա առաջինը բարձրագույնը բրահմաններն են, իմաստունները, փիլիսոփաները Պլատոնի եւ որոնք հոգևոր առաջնորդները եւ այլն։ Երկրորդ կաստան քշատրյաններն են։ Դրանք են ղեկավարները եւ զորահրամանատարները, շատ կարեւոր է։ Վայշյանները, դրանք առևտրականներն են, այս լայն իմաստով ռուսերեն շատ լավ բառ կա կուպեց, այդա կուպեցն է, քշատրյան եւ շուդրաները, որոնք ցածրակարգ կաստա են, կատարում են գյուղատնտեսության հետ կապված աշխատանքներ, ծառայություններ, չգիտեմ, արհեստավորներն են եւ դալիդները, որոնք անձեռնամխելիներն են, որոնք ամենաստորակարգ աշխատանքներն են կատարում, ինչ որ մաքրում են, չգիտեմ, աղբի հետ կապված, աղբանությամբ են զբաղվում եւ այլն եւ այլն։ Ինչ եմ ես ուզում ասեմ, բոլոր հին հասարակություններում այդ կաստական բաժանումը գոյություն ուներ, այդ թվում նաեւ Հայաստանում։ Եվ սիրելի բարեկամներ, մեր մոտ իհարկե բավականին բարձր մակարդակին քշատրյաները, այդ զինվորականները եւ բրահմանները, այսինքն հոգեվոր դասը, շատ բարձր աստիճանի էր գտնվում։ Եվ դա իհարկե մեր թշնամիները շատ լավ գիտեին, որ Հայաստանում հատկապես այդ հոգեվոր դասը եւ զինվորական դասը շատ բարձր մարտունակ են, բարձր մակարդակի են, շատ այսպես զարգացած են եւ շատ են, եւ այդ էս պատճառով պատմության ընթացքում այդ բրահմանները եւ քշատրաները Հայաստանում ոչնչացվել են ամեն հնարավոր եւ անհնարին ձևերով, այսինքն ռազմական վերնախավը եւ հոգեվոր վերնախավ ոչնչացվել է։ Այդ էս պատճառով մենք մոռացության ենք մատնել մեր հնագույն պատմությունը, որտեւ ըստ էության մարդկությունը սկիզբ արել Հայաստանից եւ դա բոլորը գիտեն, դա Աստվածաշնչում է գրված, որ Նոյան տապանը գիտեք, որ առաջին անգամ հողի վրա կանգ է առել այդ սարսափելի աղետաբեր ջրհեղեղից հետո 40-օրյա իհարկե հենց Նախիջևանում եւ Նախիջևանից զրկելով մեզ նրանք հասան այն նպատակին, որ հայ ժողովուրդը այլևս չկարողանա վերականգնվել, այլևս չկարողանա վերգտնել իր այսպես
զարգացման նոր ուղին, ճիշտ ուղին, հա, եւ որպեսի վերականգնվի պատմական արդարությունը։ Եվ այսպես ոչնչացնելով այդ քշատրյանները եւ բրահմանները ինչ որ չափով այդ պատմական Հայաստանի որոշակի տարածքներում պահպանվել էին, դա Արցախներ եւ Սյունիքը, այժմ Արցախը նույնպես վերածված է, Սյունիքը արդեն իսկ հանձնման այդ գործընթացի մեջ է եւ փաստորեն իհարկե ռազմական վերնախավը, այսինքն քշատրյանները դրանք այնուամենայնիվ, քանի որ գենետիկի ժողովրդության հետ ոչինչ անել չի կարելի, պահպանվել են իհարկե պատմության ընթացքում եւ նորագույն պատմության ընթացքում, գիտեք, Նժդեհը, Դավիթ Բեկը, Սուվորովը, բազմաթիվ ռուս բանակում ծառայող այդ գեներալները Լորիս Մելիքովը, Մարշալ Բաղրամյանը եւ Իսակովը եւ այլն, այսինքն դրանք միշտ եղել են եւ պահպանեն, բայց այնուամենայնիվ դարեր շարունակ ոչնչացնելով այդ վերնախավերը, այդ կաստաները Հայաստանում, նրանք հասել են ինչի, հասել են, որ մեծ տարածում են ստացել վայշյաները, այսինքն կուպեցները, առևտրականները, այսինքն հասել են այն մակարդակի, ու նրանք են, այսպես ասած, կատարել ղեկավարի, բրահմանի եւ քշատրայի դերը հայկական համակարգում, հա, եւ գիտեք, որ 17-րդ դարում այդ վաքշյաները շատ մեծ դերակատարություն սկսեցին կատարել, որտեղ նախ Հնդկաստանում բավականին մեծ հայկական համայնք կա եւ ակտիվ առևտրական ուրեմն գործունեություններ ծավալում, գիտեք Իսրայել օրու մասին, որը եկավ հասավ ընդհանուր մինչև Պետրոս Մեծ, խնդրանքով ազատագրել Հայաստանը եւ այլն։ Եվ այս վաքշյաները սկսեցին առաջնահերթ դեր կատարել նաեւ քաղաքական ինչ-որ գաղափարներ գեներացնել եւ այլն։ Եվ դա հասավ մինչև մեր օրերը, գիտեք, որ հաստատի այժմ երրորդ համարի տակ մեզ մոտ Սամվել Կարապետյանի ղեկավարած Հզոր Հայաստան դաշինքն է, որը որ հենց հիմա իհարկե շատ դժվար է ասել վաքշայի տակ է անցնում այդ կաստային է պատկանում Սամվել Կարապետյանը, բայց ըստ էության, եթե հին համակարգը վերցնենք, նա վաքշա է։ Իհարկե կան նաև հաշվարկի ձևեր, թե որ կաստային եք դուք պատկանում, դա իհարկե անհատապես է հաշվարկել ամեն մեկի համար, հատուկ թվագիտական ձև կհաշվելու, բայց ընդհանուր առմամբ ինչը պետք է ասել, այդ առևտրականները, սիրելի բարեկամներ, նրանց շնորհիվ իհարկե նրանք շատ մեծ աշխատանք են կատարել, կուպեցներ, ես ռուսերեն բառ ավելի շատ ավելի շատ է համապատասխանում, նրանք հովանավորել են մեր վանքերը, նրանք հովանավոր պետության բացակայության պայմաններում նրանց շնորհիվ ստեղծվել է ձեռագրերի այն մեծ, չգիտեմ, անսահման քանակությունը, որ այժմ կա եւ պահպանվել է Մատենադարանում, որտեւ այն ձեռագրերի հիմնական, որը մեզ հասել է, դրանք միջնադարից շատ քիչ են մեզ, հիմնականում նոր ժամանակների ձեռագրերն են հասել։ Իսկ որպեսզի այդ ձեռագրերը ստեղծվեն, այսինքն հին ձեռագրերից արտագրվեն, հիմնականում արտագրություններ են, չէ՞, դրանք դարեր շարունակ այսպես արտագրվել եւ հասել է մեզ։ Դա մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում, մեկ ձեռագիր ստեղծել է, դա հսկայական նյութական միջոցներ է պահանջում, որովհետև նաև ոսկով, բացի այդ մագաղաթը ստեղծել նույնպես շատ թանկանոց հաճույք էր, նաև այդ թանակները ոսկուց, չգիտեմ, լազուրիտ քարերով, տարբեր քարերով ստեղծված այդ թանակներ, թե դուք օրիգինալը տեսնեք, այդ բնօրինակ այդ ձեռագրերի, նրանք փայլուն պահպանվել են 17-րդ դարի, 18-րդ դարի, 16-րդ դարի ձեռակ փայլուն պահպանվել են, որովհետև նրանց ստեղծման ժամանակ օգտագործել են այդ բնական նյութերը, որոնք շատ թանկ են եղել, այդ ամբողջը այդ հայ առևտրականներն են հովանավորել այդ ամենը, այսինքն ստեղծվել են նրանց, այդ թվում նաև նրանք մեծ հետաքրություններ են ունեցել, որտեղ նրանք ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն էին, հատկապես այդ 17-18-րդ դարերին վերաբերվում։ Եվ նրանք հենց մոգական ձեռագրերն են նաև հովանավորել, այդ թվում մոգական ձեռագրերի ստեղծում, որտեղ այնտեղ շատ կան
ենթադրենք պաշտոնավոր բարձրաստիճան թագավորի, բարձրաստիճան անձանց բարեհաճությունը ստանալու համար այդպիսի հնարքներ եւ այդ ամենը իհարկե նրանք կիրառել են, որովհետեւ պետություն չունենալու պայմաններում այլ պետությունների, այսինքն թագավորների, սուլթանների, չգիտեմ ինչ որ բարձրաստիճան անձանց բարեհաճություն ստանալու համար իհարկե մոգական ազդեցություն առանց դրա հնարավոր չէր։ Ես խիստ կասկածում եմ իհարկե, որ ժամանակակից վարչյաները հայ, այսինքն այդ առևտրականները, բարձր միլիարդատերերը, ինչպիսին օրինակ Սամվել Կարապետյանը, այժմ կիրառում է այդ մեթոդները եւ բարձրապես ուզում եմ ասել մի բան, որ ժամանակակից աշխարհում իհարկե միլիարդատեր առանց որևիցե հովանավորչության որևիցե մեկը դառնալ չի կարող։ Միլիոնատերերը շատ են աշխարհում, բավականին մեծ թիվ են կազմում, բայց միլիարդատերերի քանակը մշտապես խիստ սահմանափակ է եւ միայն որոշակի գլոբալիստական եւ աշխարհաքաղաքական ուժերի բարեհաճություն ստանալու դեպքում հնարավոր է լինել միլիարդատեր։ Այսինքն պետք է հասկացեք, սիրելի բարեկամներ, աշխատանքով հնարավոր չէ դառնալ միլիարդատեր։ Բազմաթիվ շատ ավելի բանիմաց, Տաշիշ Սամոյից շատ ավելի խելացի, շատ ավելի գործունյա մենք բիզնեսմեններ ունենք, գործարարներ ունենք, բայց ինչ պատճառներով նրանք չեն դառնում, նրանք անգամ միլիոնատեր չեն դառնում, իսկ ինչու, որովհետև միլիարդատեր դառնալու համար անհրաժեշտ են որոշակի ուժերի հովանավորություն եւ իհարկե սա այս անձնավորությունը նույնպես ես կարծում եմ, որ հենց այնպես չի դառել միլիարդատեր, նույնպես նա ունի այդ հովանավորությունը, ընդհանրապես ես չեմ ասի ըստ իր քարտեզի, որ խելացի շատ ինչ որ սեմպիադի վալբոնց ռուսերեն ասում չէ գիտելիքներ ունեցող մարդ է, շատ հասարակ անձնավորություն է, պարզ մարդ է եւ որևիցե ինչ որ, չգիտեմ, ինչ որ էքստրեմալ գիտելիքներ նա չունի, նա պարզապես ընտրված այդ ուժերի կողմից, որպեսզի իրենց առաջնահերթությունները այսպես առաջ տանի։ Եվ այստեղ Տաշիշ Սամոյի աստղային քարտեզում ինչն է նրան այսպես հիմնական եւ գլխավոր մրցակիցը Սարգսակյան Նիկոլ Փաշինյանի հետ։ Դե իհարկե հետընթաց Մերկուրին, սիրելի բարեկամներ, որտեվ Սամվել Կարապետյանի աստղային քարտեզում Մերկուրին գտնվում է 20 աստիճան առյուծ կենդանակերպում, այն հետընթաց է, բայց մոգական աստիճանում է, այսինքն բնատուր ունի նա այդ մոգական ընդունակություններ, նա գիտելիքներ չունի, բայց բնատուր նրան տրված է, նրան տրված են այդ ընդունակությունները, ես կարծում եմ նախկին կյանքերից է դա գալիս։ Եվ Արեգակի հետ իհարկե Մերկուրին միացած է, այսպիսի հետընթաց Մերկուրի պայմաններում իհարկե շատ դժվար է լինել հանճարեղ առևտրական, ես կասեի, որ ընդհանրապես հանճարեղ առևտրականի մասին այստեղ խոսք չի գնում, բայց նա կարողանում է հանճարեղ կերպով ստեղծել այնպիսի կապեր, որը նրան մառչև բացում է բոլոր դռները, այս սրա մասին պետք է խոսել, նաև շատ տնտեսվարող մարդ է, խազյայստվի, Լուսինը գտնվում է ցուլ կենդանակերպի 3-րդ աստիճանում, որը նրա էգզալտացիայի մասին, այսինքն նա կարողանում է այդ բարիքները ոչ միայն ստեղծել, այլ նաև պահպանել եւ անբարել։ Դա շատ կարևոր է, հենց Լուսինը շատ խոցված է նրա մոտ, այսպես վատ մորակային փոխարեն նախ սև լուսին է ջրհոսում գտնվում եւ քառակուսի հետ լիս լուսնի հետ, այսինքն մշտապես այդ մութ ուժը, սև լուսինը Սամվել Կարապետյանի գտնվում է Հայաստանի Հանրապետ, 3-րդ Հանրապետության Սատուրնի վրա, որը հենց այդ խութը ստեղծում է, որ նա անմիջապես չի կարող լինել վարչապետ, այսինքն անգամ ընտրվելու դեպքում նա չի կարող լինել վարչապետ մի շարք օրենսդրական ինչ որ խնդիրների հետ կապված, այդ սրա մասին է խոսում։ Դրական կողմը, իհարկե դրական կողմը ունի Վեներան, Սամվել Կարապետյանի գտնվում է 28 աստիճան հույս կենդանակերպում եւ նույնպես մոգական աստիճան, այսինքն Հայաստանի Հանրապետության Արեգակի վրա է գտնվում նրա Վեներան, որը նույնպես շատ հետաքրքիր է եւ տալիս այդ հովանավորչությունը, որ նա օգնում է մարդկանց, հովանավորում է մարդկանց, բայց
Եթե վերլուծենք եւ հասկանանք քաղաքական այսպես գործունեության հետ կապված, այս քաղաքական ավելի որպես քաղաքական գործիչ, այստեղ իհարկե Յուպիտերը շատ թույլ է։ Յուպիտերը Սամվել Կարապետյանի 25 աստիճան երկորակներում է գտնվում, որը թուլության շատ մեծ թուլության մասին է խոսում։ Մյուս կողմից նրա Յուպիտերը, որը գտնվում է երկորակներում, դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը երկորակ է, անգամ կարող է օգնել Նիկոլ Փաշինյանին հասնել հաջողության այս ընտրություններում, շատ հետաքրքիր օրինաչափություններ են վերհանվում։ Այժմ ես կհամեմատեմ նրա աստղային քարտեզը Հայաստանի երրորդ հանրապետության աստղային քարտեզի հետ, արդեն իսկ սկսել եմ այդ համեմատությունները անել, եւ այնուհետեւ Նիկոլ Փաշինյանի հետ մենք այդ փորձենք գտնել ընդհանրությունը տարբերությունը։ Այստեղ Սամվել Կարապետյանի աստղային քարտեզի ամենաբարդ մորակային փոխհարաբերությունը դա Ուրանի եւ Պլուտոնի միության դիմակայությունն է Չարաբաստիկ Սատուրն մորակի հետ։ 15 աստիճան ձկներում գտնվում է Սատուրնը եւ 15 աստիճան ուրեմն Պլուտոնը կույս կենթանակերպում, իսկ Ուրանը 13 աստիճան կույսում է, այսինքն դա նշանակում է նա ծնվել է այն, ու իհարկե 60-ական թվականների վերջում ծնված բոլոր մարդիկ ունեն 60 կարծեմ 2 թվականից սկսած Ուրանը եւ Պլուտոնը միացել են կույս կենթանակերպում, որը որ խորհրդանշել է այդ տեխնոլոգիական զարգացումը, տիեզերական տեխնոլոգիաների ստեղծումը եւ այլն եւ աճը, արագ զարգացումը, կայծակնային նյութատեխնիկական առաջխաղացումը, որը մենք գիտենք, որ 60-ական թվականների հենց սկզբից դա մարդկության ուղեկցում ըստեյության այն ինչ որ մենք հիմա ունենք, դա այդ 60-ական թվականների արդյունքն է, եւ այդ ժամանակ նա ծնվել է, դա բնորոշ է ամբողջ այդ ժամանակ ծնված բոլոր մարդկանց եւ դիմակայում է իհարկե Սատուրնին, որը մեծ խնդիրներ է ստեղծում, որը բախումներ կարող է ստեղծել եւ զանազան խնդիրներ, այսինքն այդ ռազմաքաղաքական դաշտում կամ նրա պատճառով բախումներ կարող են տեղի ունենալ, նույնպես սա իհարկե պետք է հաշվի առնել։ Շատ հետաքրքիր մոգական աստիճանների, նաև Մարսն է մոգական աստիճանում, Սամվել Կարապետյանի 28 աստիճան կշեռքում, ու ես ենթադրում եմ, որ ինչ որ ցեղական նրան եկել են այդ մոգական ընդունակությունները, կարողությունը մարդկանց բնատուրն ունի, այդ կարողությունը մարդկանց իր կողմը քաշելու եւ մարդկանց այսպես բարեհաճությունության արժանու, թե նախկինում հայ առևտրականները մոգական գրքերից էին այդ ամենը իմանում, հա, եւ հովանավորում էին այդ գրքերի արտագրությունը եւ բազմացումը, ապա այստեղ բնատուր այդ ընդունակությունները ունի այս անձնավորությունը։ Տեսեք, թե Մերկուրին, թե Վեներան, թե Մարսը գտնվում են մոգական աստիճաններում, դա բավականին այսպես շատ հետաքրքիր եւ լուրջ ուրեմն լուրջ ընդունակությունների մասին է խոսում։ Ես չեմ կարծում, որ նա կիրառել է գիտակցաբար այդ ընդունակությունները, շատ այսպես շատ զարգացած մարդու տպավորություն չի թողնում, բայց վանկերով է խոսում, այդ վանկերով խոսալ հենց Մերկուրին հետ ընթաց է դրանից է։ Տեսեք, Մերկուրին հետ ընթաց է նաև Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց Նիկոլ Փաշինյանի Մերկուրին գտնվում է երկորակներում իր սեփական տանը, իսկ այստեղ առյուծում է, որը թուլության նշան է։ Եվ դա է հենց դա խոսում է այն մասին, որ այս մարդը պարզապես իր ուղեղի աշխատանքը շատ յուրահատուկ է, նա կարողանում է այդ բոլոր արգելքները հաղթահարել իրականության մեջ եւ ստեղծել իր ցանկացած իրականությունը ըստ էության, եւ դրանով է պայմանավորված իր միլիարդատեր լինելը։ Եվ այսինքն կարողանում է աշխատել հենց ավելի շատ պատկերացումների, բանականության, ինչ որ տեսիլքների միջոցով, չգիտեմ, այդ ձևով կարողանում է նա ռեալ աշխատել իրականության հետ եւ վերափոխել իրականությունը այնպես, ինչպես նրան է ցանկալի։ Բայց ռազմաքաղաքական, ինչ որ քաղաքական դաշտում ոչ դա բախվում է լրջագույն խնդիրների, որտեղ Սատուրնը դիմակայում Ուրանի եւ Պլուտոնի, Յուպիտերը ասեցինք, որ բավականին թույլ է Սամվել Կարապետյանի մոտ, որը որ շատ
նրա ընտրվելու հավանականությունը շատ իջացնում է, շանսերը շատ, այսպես ասած, նվազեցնում է։ Եվ անսպասելի զարգացումների հետևանքով, որտեղ մենք գիտենք, որ Ուրանը արդեն մուտք է գործել երկվորյակներ եւ այժմ անցնում է Սամվել Կարապետյանի վերընթաց լուսնային հանգույցով Ռախոյով, որը նույնպես կարող է ամեն տեսակ անսպասելի զարգացումներ բերել, չնախատեսված զարգացումներ բերել ընդհուպ մինչև այդ ուժի ընտրացուցակից վերացում։ Այսա նույնպես իրական վտանգ է։ Ստեղծում ուժեղ Հայաստանի համար։ Իհարկե այստեղ պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտենալ, պետք է մասնագետներ ներգրավել, որոնք գիտեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը լայնորեն կիրառում է հենց աստղաբանական գիտելիքները, հատուկ օրեր է ընտրում, ու իհարկե դրա համար ընտրում են այդ օրերը, ես ասեմ, բազմիցս եմ ասել, որ շատ անգամ ժամեր են ընտրում նրա համար, այստեղ այդպիսի աշխատանք ես չեմ տեսնում եւ ես կարծում եմ, որ դա ի վերջո պարտության վտանգ է ստեղծում։ Պարտության մասին է խոսում ավելի շատ։ Հիմա ես համեմատ եմ Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ սեպտեմբերի 21/1991 թիվ, ինչերից ես այդ քարտեզը ուրեմն ռեկտիֆիկացրել եմ, այսինքն ճշգրիտ ժամն եմ որոշել Հայաստանի Հանրապետության ստեղծման, եւ այժմ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է, շատ ակտիվորեն օգտագործում է, դա ես դեռևս 20 թվականին նշել եմ ինչու Նիկոլ Փաշինյանը այդպես մեծ ժողովրդականություն է վայելում, որովհետև Հայաստանի Հանրապետության քարտեզում հենց երկվորյակում է գտնվում Սիրոտունը, 5-րդ տունը, եւ նա ակտիվորեն դա օգտագործում է, բայց արդյոք օգտագործում է Սամվել Կարապետյանը այդ գիտելիքները, ես խիստ կասկածում եմ, եւ այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը հաջողություն է ունենում, այդ սրտիկը եւ այլն, դա հենց այնպես չի նա ցույց տալիս։ Այժմ այդ համատեղելիությունը մենք տեսնենք Սամվել Կարապետյանի եւ Հայաստանի Հանրապետության, ես երկար չեմ զբաղեցնի ձեզ, իհարկե այստեղ շատ հետաքրքրական է, որ ամբողջ խնդիրը նրանում է, որ Սամվել Կարապետյանի Սատուրնը, որը գտնվում է ձկներ կենդանակերպի 15-րդ աստիճանում, դիմակայում է Հայաստանի Հանրապետության Մերկուրիին, եւ Մերկուրին միացած է Ուրանի եւ Պլուտոնի հետ։ Այս անձնավորությունը իհարկե մեծ ներդրում է ունեցել եւ դեռ կարող է մեծ ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության, ընդհանրապես Հայաստանի ճակատագրի մեջ, Հայաստանի զարգացման համար, բայց ես պետք է ասեմ, որ իր հնարավոր անելիքների կեսի-կեսն էլ նա չի արել։ Նա շատ ավելի մեծ ներդրում կարող էր ունենալ։ Ուղղակի այդ Սատուրնը, որը դիմակայում է Ուրանին եւ Պլուտոնին, մշտապես, այսինքն ինչ որ ուժեր Իրանից անկախ կարող է թույլ չեն տվել, որ նա դա անի։ Բայց Սատուրնի եւ Սամվել Կարապետյանի Սատուրնի եւ Մերկուրիի Հայաստանի Հանրապետության դիմակայությունը իհարկե մեծագույն խնդիր են ստեղծում եւ շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ եւ անգամ կյանք կարող է արժենալ Հայաստանի Հանրապետության կամ Սամվել Կարապետյանի, արդեն ըստ իրավիճակի։ Իրար կյանք կարող են արժենալ։ Եվ այստեղ միակ, ես պետք է ասեմ, որ միակ լավագույն, ես կասեի, շատ հիանալի միակ դիրքը, որ ունի Սամվել Կարապետյանը, որ զուրկ են այլ թեկնածություններ, դա սպիտակ լուսնի սելենայի գտնվելն է Հայաստանի Հանրապետության ծագող նշանի կամ ժամադետակի վրա։ Այս ամենի մասին ոչ մի աստրոհոգեբան անգրագետ ձեզ չի ասի, որտեվ այդ աստրոհոգեբանները իշխանական ալիքներին տված իրենց հարցազրույցներում իհարկե ասում են, որ հաղթանակ է տանելու Նիկոլ Փաշինյանը, իսկ ընդդիմադիր յութուբյան ալիքներին պատմում են, խաբում են, որ իհարկե Սամվել Կարապետյանն է հաղթելու, դա հետո էլ որ ըստ իրավիճակի նրանք ասեն, այ տեսեք ես ասում եմ, հետո այ տեսեք ես ասում եմ։ Իհարկե սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, սիրելի բարեկամներ, մի լսեք, դրանք թրքահապատակ իշխանությունների խոսնակներ են այդ բոլոր աստրոհոգեբանները։ Ես ճիշտն եմ ասում, պարզապես այսպես հիշեցի, շատ ծիծաղելի եւ զավեշտալի, որտեղ ես նման բաներ երբեք չեմ անում։
Եվ այստեղ այդ սպիտակ լուսինը գտնվում է Սամվել Կարապետյանի աստղային քարտեզում, այդ լուսինը սպիտակ լուսին, այսպես կոչված Սելենան, գտնվում է 4 աստիճան այդ եղջյուրում, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության մանրամասն դա ներկայացրել են բոլոր առաջին 3 ղեկավարները Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ունեցել են Մարս մոլորակը առաջին այդ եղջյուրի առաջին աստիճաններում, առաջինից 3-րդ աստիճաններում։ Եվ դա իհարկե պատահական չէ, այստեղ սպիտակ լուսին, այստեղ հնարավորություն է տրվում իհարկե Հայաստանին դուրս գալ այդ մութ շրջանից, այդ ծանր ռազմական պարտություն, Մարսը դա հենց ռազմական ուժերի մասին է խոսում եւ իսկապես Հայաստանը հաղթանակ տարավ այդ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, այս 1994 թվականին ազատ ագրեց Արցախը, իսկապես դա աշխատեց այդ Մարսը ցակող, բայց հարցն անում է, որ Ալիևի արեգակն է գտնվում այդ աստիճաններում, որը որ վառեց, ոչնչացրեց այդ բոլոր հաղթանակները։ Եվ այստեղ սպիտակ լուսինն է հայտնվում այդ Մարսի տեղը եւ Հայաստանի Հանրապետության ցակող նշանի վրա, որը որ խոսում է այն մասին, որ սա հնարավորություն է տալիս ազատագրվելու այդ անցյալի բոլոր խութերից, բոլոր խոչընդոտներից, բոլոր բարդություններից, որտեղ ցակող Մարսը այնուամենայնիվ դա բավական ագրեսիվ տրամադրությունների մասին է խոսում։ Ну ինչ խոսք, իհարկե դա շատ կտրուկ կերպով չեզոքացնում է Սև լուսինը Սամվել Կարապետյան, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության Սատուրնի հետ միացած, նույնպես շատ բարենպաստ է, Նեպտունը Պլուտոնի հետ է, նույնպես, այսինքն այս մարդը շատ մեծ դերակատարություն ունի այդ ռազմաքաղաքական տարբեր ուժերի բախման այդ ամբողջ թողուբոհի մեջ Հայաստանի Հանրապետության շուրջ։ Եվ նաև Վեներան, որը գտնվում է Սամվել Կարապետյանի արեգակի վրա անմիջապես, Հայաստանի Հանրապետության Վեներան նույնպես հուշում է այն մասին, որ իսկապես այստեղ շատ լավ համատեղելիություն է Վեներան արեգակի հետ եւ արեգակը Վեներա հետ։ Պարզապես ես մի հարց ունեմ Սամվել Կարապետյանին, իսկ ինչու երբ 20 թվականին այս թրքապատակ իշխանությունները սանձարձեցին այդ արունալի, անարդար պատերազմը, ծախված պատերազմը հանձնեցին 23 թվականին Արցախը, ինչու դուք ձեն չէիք անում։ Դա շատ հետաքրքիր հարց է, ես հստակ, ոչ թե վանկերով, այլ հստակ պատասխան այդ հարցին չեմ ստացել։ Այսինքն այս մարդը կարող է ինչ-որ ենթադրենք տնտեսության նախարարություն ղեկավարել, մշակույթի նախարարություն կարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետություն, բայց լինել Հայաստանի Հանրապետության ղեկավար ես խիստ կասկածում եմ այսպիսի դիրքերով։ Եվ նաև այժմ մի փոքր համեմատենք Սամվել Կարապետյանի աստղային դիրքերը Նիկոլ Փաշինյանի հետ, ես խոստացել եմ, որ այսօր ձեզ երկար չեմ զբաղեցնի ձեր ուշադրությունը։ Նիկոլ Փաշինյանը ծնվել է հունիսի 1-ին 1975 թվականին, ըստ աղբյուրների, ժամը մենք իհարկե չգիտենք, բայց ամեն դեպքում տեսնենք ինչ է, ես կասեի, որ այս քարտեզով նրանք իրար ուժեղացնում են, նրանք իրար աջակցում են։ Ինչու՞։ Տեսեք, այստեղ շատ հետաքրքիր է, ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության քարտեզը համեմատելով Սամվել Կարապետյանի աստղերի դիրքերի հետ, մենք տեսնում ենք, որ Սատուրնը Հայաստանի Հանրապետության 3-րդ հանրապետության միանում է Սամվել Կարապետյանի Սև լուսնի հետ, իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի այսպես ասած աստղային համատեղելիություն ուսումնասիրում։ Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի Սև լուսնի, Սամվելի Սատուրնի հետ, շատ հետաքրքիր է եւ դա խոսում են այն մասին, որ այստեղ շատ իսկապես լրջագույն բախում է եւ ճակատագրական բախում է սպասվում նրանց միջև։ Եվ այսինքն այդ սև ուժերի դեմ պայքարը, բայց ամբողջ հարցն անում է, Սատուրնը ծանրացնում է, բարդացնում է այդ պայքարը Սամվել Կարապետյանի հետ մութ ուժերի դեմ։ Այսինքն այն հանգամանքը, որ նա միլիարդատեր է եւ ըստ էության նույնպես գլոբալիստական որոշ շրջանակների է ծառայում,
դա բարդացնում է գործը, այսինքն գիտեք որ Նիկոլ Փաշինյանը նույնպես ծառայում է այդ ուժերին, սրա մասին է։ Եվ շատ հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանի արեգակը գտնվում է Սամվել Կարապետյանի վերընթաց հանգույցի հետ միացած, այսինքն երկուսն էլ գրեթե նույն աստիճաններում 10 աստիճան երկորակում են գտնվում եւ դա նշանակում է նրանք ուժեղացնում են իրար Սամվել Կարապետյանը ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն մասնակցելով այս ընտրություններին նա ուժեղացնում է, ընդգծում է եւ Յուպիտերը Նիկոլ Փաշինյանի Մերկուրիի հետ է, դա խոսում է այն մասին, որ բավականին սովորելու բան ունի Նիկոլ Փաշինյանը, զուտ մարդկային, եթե մակարդակին վերցնենք Սամվել Կարապետյանից, բայց ամեն դեպքում Յուպիտերը թույլ է երկվորակներում, չի կարելի ասել, որ նա ինչ-որ հաղթանակ է տամ։ Սրանք նախկին կյանքերում իրար հետ շփվել են, սրանք ինչ-որ շատ ընդհանրություններ ունեն, նախկին կյանքերում իրար հետ հանդիպել են։ Այսինքն հիմնականում այստեղ մեծ խաչ են ձևավորում Սև Լուսինը, Ուրանը, Պլուտոնը եւ Սատուրնը, Նիկոլի եւ Սամվելի հորոսկոպները համեմատելով այդ դիմակայությունը եւ մյուս դիմակայությունը Նեպտուն Արեգակի դեմ եւ վերընթաց հանգույցը լուսնային, այսինքն լուսնային հանգույցների այդ առանցքը այդ դիրքի վրա։ Իմիջիայլոց պատահական չէ նաև, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է իր երաժշտական կարիերան այս ընտրությունների նախաշեմին, Արևի եւ Նեպտունի դիմակայությունը հենց տալիս է այդ ընդունակությունները երաժշտական։ Պատահական չէ, որ նա սկսել է, այսինքն տեսնելով, որ հենց այս դիմակայությունը Արևի եւ Նեպտունի գտնում է Սամվել Կարապետյանի լուսնային հանգույցների վրա, նա հենց ակտիվացրել է դա, այսինքն ուժեղացել են նրա դիրքերը, զբաղվելով երաժշտությամբ, կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի դիրքերը դրանով ուժեղացել են։ Եվ տեսնենք նաև ես չասացի, թե որը տան մեջ է գտնում Հայաստանի Հանրապետության, ուրեմն Սամվել Կարապետյանի արեգակը։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության 5-րդ տանն է գտնվում Նիկոլ Փաշինյանի արեգակը, ամբողջ օրը սրտի կանելով ման է գալիս, 5-րդ տունը դա սիրո տունն է, երեխաների տունն է, երեխաներին իր կրկից չի իջացնում Նիկոլ Փաշինյանը, այսինքն ամբողջությամբ նա իմ ստուգաբանված քարտեզով է շարժվում եւ դրա պատճառով ունի հաջողություն, փաստացի հաջողություն։ Շատ ես ամենահաջողվածը համարում եմ իրոք ԿՊ-ի քարոզարշավ, որտեղ շատ կշռադատված, շատ ճիշտ, շատ հանգամանալից, այսպես վերլուծությունների հիման վրա, աստղաբանական վերլուծությունների հիման վրա, ի տարբերություն այլ ուժերի։ Այդ իսկ պատճառով ամենամեծ շանսեր իհարկե ունի ԿՊ-ն ցանվալիորեն։ Մենք տեսնենք, ես ուղղակի մոռացա դա, այժմ արագ ես դա նույնպես գնայեմ եւ տեսնենք, թե որ տանն է գտնվում, 8-րդ տանն է գտնվում։ Դե հենց այդ է, սիրելի բարեկամներ, որ այդ 8-րդ տանն է գտնվում, 8-րդ տանն է գտնվում Սամվել Կարապետյանի արեգակը, Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ համեմատած, դա նշանակում է 8-րդ տունը դա մեծ փողերի մասին է խոսում, այսինքն նա բարեգործ է, նա տնտեսական այդ բլոկի պատասխանատուն է եւ կարող է լինել պատասխանատու հենց այդ եւ այդ հասարակական ինչ որ ծրագրեր, ֆինանսական զարգացման, տնտեսական զարգացման ծրագրեր, նրանք ճիշտ են անում, որ առաջի պլան են մղում, դա իսկապես շատ այս դեպքում շատ իհարկե արդարացված եւ հետաքրական է, որ Մարսը Սամվել Կարապետյանի գտնում է Հայաստանի Հանրապետության մեծ ընկելի վրա, այսինքն ծակող, այլ երկնքի կենտրոնում է գտնվում, այսինքն Մարսի գտնվել այստեղ նշանակում է, որ նա կարող է գեներացնել մեծագույն բախում եւ հեղափոխություն, հա, Հայաստանում, որը որ իսկապես որոշակի վտանգներ է ստեղծում իհարկե Հայաստանի համար, այսինքն մեծ փոփոխություն հնարավոր է առաջանալ, բայց քան որ Մարսը նույնպես թույլ է Սամվել Կարապետյանի, դա կարող է շատ վատ եւ ծանր հետևանքներ ունենալ, այսինքն շատ բարդ
համատեղելիություն է Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ, որը խոսում է այն մասին, որ եթե այս անձնավորությունը մտնի քաղաքականության մեջ, Հայաստանի երրորդ հանրապետությունը վերանալու է։ Բայց Հայաստանի երրորդ հանրապետության քարտեզը այնպիսին է, սիրելի բարեկամներ, որ նա այսպես կոչված արդեն չծնված, նա դատապարտված էր, թե առանց ընթացքի լուսնով, թե այլ հանգամանքներով, ես մանրամասն դա վերլուծել եմ։ Այսինքն սա նշանակում է որ Հայաստանի երրորդ հանրապետությունը անխուսափելիորեն վերանալու է եւ դրա այդ գործում մեծ ներդրում կունենա Սամվել Կարապետյանը, դա անխոս։ Հիմնականում սա եւ վերջում մենք մի քիչ ուսումնասիրենք հունիսի 7-ը, թե ինչպիսի զարգացումներ են լինելու հունիսի 7-ին Սամվել Կարապետյանի հետ կապված։ Հունիսի 7-ի ընտրությունները, հա։ Տեսնենք, թե ինչ է սպասվում, ու այստեղ իհարկե սիրելիներս, եթե վերցնենք այսպես դինամիկայի մեջ, նախ Պլուտոնը սև լուսնի վրա է Սամվել Կարապետյանի այժմ, նա առաջինը, ինչ որ ես նկատեցի ըստ էության, Պլուտոնը ժամանակակից Պլուտոնը գտնվում է, գիտեք, որ 5 աստիճան ջրհոսում եւ 4 աստիճան ջրհոսում գտնվում է Սամվել Կարապետյանի սև լուսին, ըստ էության հենց այդ ժամանակ նրան ձերբակալեցին, անցած տարի հունիսի 17-ին այս թրքապատակ իշխանությունները մի բառի մեր ձևով բառի համար այսպես նա կանգնեց եկեղեցու կողքին, նրան ձերբակալեցին եւ կալանավորեցին եւ այժմ նույնպես Պլուտոնը գտնվում է նրա սև լուսնի վրա։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ չեն թողնի, որ բարձր է հավանականությունը, որ նրա ուժը պարզապես չի կարողանա մասնակցել ընտրություններին, սա մեկ, այդ հավանականությունը մեծ է բավականին։ Եվ մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ուրանը մուտք է գործել եւ բացի դրանից, որ Պլուտոնը այժմ սև լուսնի վրա է, Պլուտոնը իր ընթացքի մեջ մոտակա տարիներին նաեւ կդիմակայի Սամվել Կարապետյանի Արեգակի եւ Մերկուրին, որը նշանակում է, որ նրան սպասվում են շատ մեծ փորձություններ եւ շատ մեծ ծանր զարգացումներ։ Ես իմիջիալոց այդ նույն զարգացումների մասին պատմում էի Ռուբեն Վարդանյանի քարտեզը վերլուծելու ժամանակ։ Սա շատ ծանր դիրքեր են Պլուտոնի եւ առյուծներին մեծ փորձություններ են սպասվում մոտակա 20 տարիների ընթացքում։ Ես շատ հանգամանալից դրան անդրադարձել եմ։ Այստեղ նաև Ուրանը, ոչ միայն Պլուտոնն է ազդում Սամվել Կարապետյանի քարտեզին, նաև Ուրանը տարանցիկ, Ուրանը գիտեք նոր է մտել այս տարվա ապրիլի 26-ին մուտք է գործել երկորյակներ եւ շարժվում է դեպի Սամվել Կարապետյանի վերընթաց հանգույց, այսինքն Սամվել Կարապետյանը ուզի թե չուզի նա դառնալու է հեղափոխության պարագլուխ, մեծ հեղափոխության պարագլուխ, որը հենց պետք է չգիտեմ, այդ ամբողջությամբ միայն հեղափոխությամբ հնարավոր է վերացնել այս թրքապատակ իշխանությունը, որը ըստ էության բերվել է իշխանության գլոբալիստական կենտրոնների կողմից, այսինքն ժողովուրդը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին եւ այդ իսկ պատճառով ժողովուրդը դժվար թե կարողանա նրան ուղղակի հեշտությամբ այդ աթոռից գցել։ Միայն հեղափոխական ճանապարհով Ուրանը անցնում է, հետագայում անցնելու են նաև 7 տարիների ընթացքում նաև Յուպիտերի վրայով Սամվել Կարապետյանի, որը նույնպես հեղափոխական այդ զարգացումների մասին է խոսում։ Սա հիմնականում ես կարծում եմ, որ լուսնի եւ վերընթաց հանգույցի միությունը հունիսի 7-ի քարտեզում խոսում է այն մասին, որ այդ ընտրությունների օրվա քարտեզում խոսում է այն մասին, որ մասնակցությունը այս ընտրություններին բավականին մեծ է լինելու, որտեղ ժողովուրդն է լուսինը եւ ձկներում դա մեծ զանգվածներ են մասնակցելու այս ընտրությունը շատ ավելի մեծ, քան ասենք նախորդ ընտրություններին, սա պարզ է։ Բայց քանի որ նաև ձկներում է մեծ քանակությամբ ընտրակեղծիքներ են հնարավոր, ինչ որ ստվերային գործարքներ, ընտրակեղծիքներ, գաղտնի պայմանավորվածություններ տարբեր ուժերի կողմից,
Հա, եւ չմոռանանք, որ նաեւ Նիկոլ Փաշինյանի Լուսինը նույնպես ձգներում է, որը որ նշանակում է, որ հատկապես նրան սատարող ընտրազանգվածը մեծ հոծ բազմությամբ է գալու ընտրություններին։ Սա նույնպես պետք է հիշել։ Ընդհանուր առմամբ այսքան այստեղ շատ հետաքրքիր խեցգետնում կան մորակներ, Մերկուրին, Վեներան, Յուպիտերը միանում են խեցգետնում, շատ պես ջերմ գողտրիկ հավաքներ կլինեն այդ ընտրությունների ժամանակ, չգիտեմ, դրական ինչ-որ ընտանիքների, ով որ կռված են իրար հետ ինչ-որ քաղաքական հայացքներով, նրանք կրկին կարող են միանալ, ինչ-որ այսպիսի մի խոսքով ընդհանուր ընտրությունների քարտեզը շատ հետաքրքիր է, շատ բայց ամեն տեսակի անկանխատեսելի զարգացումներ նույնպես հնարավոր են։ Առայժմ այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե արդյոք Քվեաթերթիկի 3-րդ համար ուժեղ Հայաստանը ունի շանսեր անցնելու 9-րդ գումարման խորհրդարան։